Բարի երեկո, սիրելի հերթող բարեկամներ, անգամ եւս կողջունեմ ձեզ AMG-ի հեռուստաընկերության հիմնական հաղորդաշարով։ Եվ մենք մեր հայ պատմության մեջ ունենք տիտաններ, մեծություններ, չեմ կարող միայն ասել աստղեր, այլ պիտի ասեմ կիսավոր աստղեր, որոնք գալիս են եւ մեր հայ մշակույթի երկնակամարը լուսավորում են եւ իրենց հետքն են թողնում ու չեն գնում, այլ մնում են։ Եվ այդպիսի աստղերից մեկի մասին է այսօր, որ ես կուզեմ անպայման խոսել եւ ով կրնար այս նյութը շատ գեղեցիկ ձևով արտահայտել, եթե ոչ մեր շատ սիրելի եղբայրը Գևորգ Չակմանյանը։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Ստեփան Եվո ջան, շնորհակալ եմ, գիտեմ շատ բազմասպաղ ես, գիտեմ շատ գործ ունես եւ այսպիսի մեծ գործ քո ուսերիդ վրան է, բայց եւ այնպես փառք Աստծո, որ դուք կաք եւ ձեր նմանները, որոնք թեր մեր մշակույթը, հայ երաժշտությունը պահպանում են եւ իրենց աչքի պիպի պես իրենց մոր գաթի պես են պահում։ Շնորհակալություն դրա համար, որովհետև ժամանակին կար շատ ուժեղ այսպես ասած կառավարություն, սովետական միության ժամանակ էր, որ գսեմ, եւ որպեսի կարենային իրենց համար ռոպագանդա անել դեգուս, բայց եւ այնպես պահպանում էին հայ մշակույթը, հայ գեղարվեստը, հայ երաժշտությունը։ Ահավասիկ այսօր մեր շատ սիրելի Օֆելիա Համբարձումյանի 100-ամյակն է այս տարի եւ այս ծանր պարտականությունը քո վրա դες վերցուցել ապրես։ Մերսի, ուրախ եմ գտնվելով քո հյուրը, հարազատ դարձած տաղավար ասա։ Ես են կողմ եմ նստում, ես ինքնաբերաբար եկա ինքոմ էի գնում։ Ասեցին էնի քո տեղը չի, արի Ստեփանի մոտ։ Գիտես ինչ, մի բան անգերց ասեմ։ Շատերը կան, որ ասում են, որ քո ծրագիրը մենք նայում ենք, որտեղ շատ անմիջական է։ Ասեմ, էսա պետք։ Գիտես, այսպես գտրված, սևված, թուղթերով, այս բարը ասեք։ Ուրա թուղթեն մեջ ժողովուրդ ջան, թուղթ չկա։ Հա, չէ իրապես, սկսենք այնտեղից։ Ինչու ցերնարգեցիր այս կոլոսալ աշխատանքը։ Նախ ուզում եմ մինչև համերգին անդրադառնալը ժողովուրդ ջան, թող համեստ չթվա մեր Ստեփանը, 5 րոպե, 6 րոպե խոսում էինք մեր հայկական պատմություններից, Ստեփան ջան, այնքան պետք ես դու, այնքան պետ, ժողովուրդ ջան, դու չեմ ասում, այնքան բաներ կա, ես մեկը չգիտեմ ու սովորած սենց ապշահար նայում եմ այս մարդուն, այնքան կուզեմ, որ միշտ լինես առողջ ու այս TV-ից դուրս չգաս ու մնաս այնքան բան ունես դու ես մեր ժողովրդին ասելու։ Ես ուզեցա դա սկսեմ այտենց։ Գևորգ, հա լուրջ եմ ասում։ Ես ուզում եի քեզ կողմել։ Չէ, ինչ որ կա, ես զգում եմ, դա հիմա ասում եմ։ Ես շնորհակալ եմ։ Նայ թուղթ չկա։ Հոգուսից է խոսում։ Ես շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Քիչ առաջ որ մենք նախքան ծրագիրը սկսանք, նախ փառք տալիս եմ Աստծո, որ եթե գենսակրությունս նայես, երևակա է Սիրիայից Լիբանան, Լիբանանից Ավստրիա, Ավստրիայից այստեղ։ Եվ կարող է ես էլ շատերի նման մնալ այնտեղ եւ այլն կորսվել, այսպես ասած։ Բայց եւ այնպես շնորհակալ եմ նախախնամության, շնորհակալ եմ ծնողների, շնորհակալ եմ ընտանիքիս, գնոջս, որ իսկապես մեծասիրտ, որ թողել է, որ կարողանամ ծառայել ազգիս։ Շատ կարևոր է դա։ Էդա։ Շնորհակալ եմ։ Հիմա մորանանք, միան ասեմ, որ բարձրապես այս տարի լրանում է 35-ամյակը Ամերիկայի եթերում։ Ամերիկայի եթերում, հլերի եթերում հլը։ Դա ամենի քանի ամյակ է նա որստեղ է, սպա գնա գալիս է։ So եւ Պարկասո ինչքան որ կարողացա շաբաթօրյա դպրոցով եւ այլն ու այսօր նույնիսկ այդ երեխաները որ հիմա մեծացել են ու ասում են պարոն Ստեփան
դպրոց մտած որ մեր երեխաները Աները գամա տեսնում ես, շատ լավ լինես միշտ։ Շնորհակալ եմ։ Գևորգ ջան, ուրեմն ինչու այս ցաներ պարտականությունը ուսերիդ վրա վերցրեցիք։ Նախ ցաներ պարտականություն 1, պատասխանատվություն 2։ Այո։ Որտեվ մի երկչուհու մասին է խոսքը, որ Ստեփան ջան խոսք ասма 100 տարին մեկ կծնվեն, թե չէ, ես կասեմ, չգիտեմ, 200 տարին մեկ կծնվեն նմանները, թե չէ։ Շատ հարազատ դարձած, ընտանիքով հարազատ դարձած ես մարդ եմ եղել իրենց ընտանիքում եւ մի օր իրենց տանն էի տղային Հովիկին կանչեց, Հովիկ ասեց, արի բան եմ ասում։ Եկավ ասեց, ասա մամա, ես էլ նստած եմ։ Ասեց, քանի տարի է ես բեմում երգում եմ։ Ասեց, մամա, արդեն 70 տարի ավել բեմում։ Ասեց, ինչքան շրջապատ կունենամ ես ընկերություն, մոտիկ մարդիկ, քույրեր, աղբերներ, հանդիսատես, այ մամա ասեց, այդ ինչ հարց է, հազարներ։ Ասեց, հիշի, վերջի 30 տարվա իմ համով ընկեր իմ անուշ տղեն Գևորգն է։ Ջան։ Իր շատ էլի, ախր ուրիշ մի հարազատ Ամերիկայից հենց գնում էի առաջի զանգեց օթակայանից։ Օֆելիա Կարպովնա եկել եմ, այ տղա, մի տարի չկաս այնքան բանա կուտակվե, ում հետ կիսվեմ, արի, վաղ մեր տուն, ուղիղ մեր տուն։ Եվ ինքը նայ, իր մոտ ես չեմ ուսանե, բայց իր տունը լինելով ամեն անգամ այդ մի հատ համալսարան էր, կոնսերվատորիայից ավել բաներ, որտեվ երգեր կա, որ ես հիմա երգում եմ, երգեր կա, որ համերգին պետք է երգեմ, ինքն այն սովորեցրել, դիվանին նստած իրանց տունը, որից մեկը Յարարի երգը, լուսնյա գիշերը շաղով արի, դու մեր դռան բաղով արի, Յարարի, կամ թե մթն շաղով արի, մեր սիրով առ ջահով արի, Յարարի։ Այս երգի պատմությունը զանգեց Գևորգ ջան, մոտիկ ես տանը, կենտրոնում ես, ասի այո, երեք գիշեր մի հատ երգ համիտս ընգե, 59 թվին եմ երգե։ Վաու, ասա որն է։ Այդ նորվա որ երկեցի Յարարի, Հուսան Ռազմիկի։ Ասի հիշեցի, ասեց, այդ քո ձենինա, վաղը գալիս ես մեր տուն։ Գնացի, գրած էր տեքստը։ Տող սովորացեց, ես էր Յարարի երգը, թե Հայաստան, թե այստեղ Լոս Անջելոս, Ստեփան ջան, համերգը, եթե այդ երգը սկսում եմ, ամբողջ դահլիճը սկսում է երգել։ Միասին հետ, այո։ Եվ մեկն էլ Երվան Սարդարյան կարոտ երգը էլի ինքը ինձ սովորացրեց, այսինքն բաներ կար, որ բացի այս գնալ սովորել ընտանիքի անդամի պես եղանք։ Ու այսօր ես այնքան հպարտ եմ եւ այնքան ուրախ եմ, մեր Տաթևիկ Հովհաննիսյանին զանգահարեցի Նյու Յորք, շատ հուզվեց, շատ ուրախացավ, ասեց այնքան ուրախ եմ, որ մամայի երեկոն իմինը դու ես անում։ Ինձ համար դա հպարտություն է եւ ելի եմ ասում առաջինը պատասխանատվություն, որ գործ ունենք ամենայն հայոց ժողովրդական երգչուհու հետ։ Եվ ինքը ոնց որ կա, այդպես էլ այդ երեկոն պետք է լինի Ստեփան։ Ճիշտ։ Գևորգ ջան, նայ ախպերս։ Նախ քեզ ասեմ չեմ ուզում քո համեստությունդ վիրավոր եմ, բայց բնավորություն այնքան քաղցր է, անկեղծ, առանց շողոքորթելու, առանց թուղթերի, և դու կարողանում ես ամեն դարիքի մարդկանց գրավել, քո բնավորությամբ, քո ցայնով և նաև այն մոտեցումը, որ շատերը գուզեին ունենալ, որովհետև դես, շատերը նույնիսկ կեսը չկան, ու բայց այնպես մը կխոսին, այնպես մը իրենց կվերակրեն, կգարձեն, որ իրենք արդեն շարլազնավուրն են և այն, իսկ դու քո համեստությանդ մեջ այնքան ժողովրդականություն ունես, որ
Այն ջուղը, որ դու ընտրել ես, շատ ճիշտ է, որ Օֆելիայի ջուղն է։ Եվ իր դպրոցն է ցևում, որ քո վրա կա, ու մարդիկ էդի տեսնում են։ Նայր ես երաժիշտ չեմ, բայց երաժշտությունը սիրող եմ։ Ու եթե մենք պահենք մեր ժողովրդական այդ գեղեցիկ տաղերը, որ մեզի հասել են եւ Փառք Աստծո հասել են մեզի նաեւ Կոմիտասի շնորհիվ ու այդ մեկը դու այնքան ճիշտ ցևով ես ներկայացնում հիմա ուրեմն երևում է թե այդ Պահապան հրեշտակը ով է եղել քեզ համար նայեք ես վարպետի մոտ եմ ուսանել Ռուբեն Մաթեոսյանն այն վարպետը իմ դասատուն իրոք Աստված այնքան առողջություն տա մեր վարպետին հələ այնքան անելիք ունի վարպետը, այնքան բաներ ունենք սովորելու, բայց Օֆելիա Համբարձումյանից այն մարդ մի զանգով, հենց զանգը մեի, որ Էջմիածին եմ ապրում։ Ասում էի, բարև Օֆելիա Կարպովն, ասում ռայոնում ես, շրջանում ես, թե կենտրոնում։ Ասում եմ, չէ, արդեն կենտրոնում եմ։ Բոլ այդքան վազվզես, արի երկու հատ ձու ջարդեմ։ Այդ հարաբերությունն ա եղել մեր մի հատ մի երկու հատ ձվածեղ խուտես էլի գնա վազվզի քո գործերով եւ նման մեծություն նման նաեւ շատերը կան եկուր մի հատ ասենց վերակաղ մնենք կներես եթե պատրաստ չես եւ նոր ենք ասեմ թուղթով չունենք ով է Օֆելիան ես գիտես ինչ եմ ուզում ասել Օֆելիա Համբարձումյան մի անուն որ 70 տարի ավել կրթեց դաստիարակեց մի քանի սերունդ այ դու հիմա սա լավ կհիշես այն ժամանակ սովետի ժամանակ որ ռադիոներ եւ առաջինը որ խոսքներ հնչում Երևանն է խոսում ինքն է դա որ ամբողջ սփյուռքը Օֆելիա Համբարձումյան Հովանես Բադալյան Ռուբեն Մաթեոսյան մեր մյուս երգիչ երգչուհիները կապող կամուրջ եղան մեր ժողովրդին Ստեփան ջան այս երգերով հայությունը հայ մնաց այս երգերով մշակույթը մշակույթ մնաց եւ ինձ համար Օֆելիա Համբարձումյան դա մի երևույթ է որ չեմ ուզում վիրավորել ոչ մեկին 3-1 այսօր 2 այժմ երգիչ կամ երգչուհի էս ինչան էս ինչը աստղը աստղն է սա աստղը Գոհար Գասպարյանն է Աստղը Տաթևիկ Սազանդարյաններ, աստղը այդ մարդիկ էին, Գոհար Գասպարյանի ամուսնու թաղմանը ես այդ ներկա գտնվեցի։ Մենակ 30 րոպե կարդում էին ցավակցական Գոհարն էսքան նստած ստեղ։ 30 րոպե կարդում էին շահերից, թագավորներից, տո կարդինալ, տո մենակ 30 րոպե ցավակցականներն էին։ Էսա, աստղ էս ինչա։ Արա ինչ աստղ։ Աստղ էս մարդիկ էին։ Ես իրենց եմ համարում սա ու Օֆելիան այդ իմ համար այդ իմ մեծությունն է հայ ժողովրդական երգարվեստի number 1 եւ պետք է ասեմ որ ինչպես քիչ առաջ կիսվում է հետը չէ փախտ ունեցա հենց այստեղ հենց այստեղ այս անկյունում ինքն է Ռայսյանից եւ ունենք նկարներ Ստեփան Ձերանում եմ գևոքչան։ Աման չես ձերանում, մենք սկսի։ Հա, եւ պետք է ասեմ, որ այսպիսի արիտներ քիչ կպատահին ծրագիր կար եւ այդ ծրագրի մեջ, բայց ասեմ, որ 2001 թվականին Տաթևիկը եկավ եւ այստեղ ելույթ ունեցավ։ Ու հետո որ ասան կխոսեի Գերազեմ ասեցի, մի օր էլ մաման կա, իրեն էլ ինտերվյուն է, և եղավ։ Իրոք այդ կողմից բախտավոր մարդ ես, որ Օֆելիայի հետ հարցազրույց արել շատ ամեն մարդու դա չի վիճար, ու մի բան էլ ասեմ, ամեն մեկի մոտ չի։ Այո։ Ամեն մեկի մոտ չէր համաձայնվի Օֆելիա Կարպովնան։ Ու գիտես ինչ, որ Տաթևիկին զանգահարեցի, նա էլի պրոֆեսիոնալիզմ է այդ աղջկա։ Առաջի հարցը գիտես ինչ տվեց ինձ։ Հələ կռահես ինչ հարց կտար համերգի հետ կապված։ Համերգի հետ կապված։
Առաջի հարցը էլի, ինչ կասել։ Որ ասեցիր, որ պիտի այսպեսի մի բան ծրագիր Գիտեր արդեն։ Այո։ Եվ ինչ հարց տվեց։ Ասեց Գևորգ ջան, համերգը երբ էր։ Ասի ապրիլի 10-ին Ալեքս թատրոնում հա։ Կներես, բայց ասեց մի հարց պետք է տամ։ Ովքեր են ելույթ ունենալու։ Ասեց մամաս ամեն մեկի հետ բեմ դուրս չեր գա։ Ու ես թվեցի Պապին Պողոսյան, որ 30 տարի աշխատել է այդ մարդ անսամբլի հետ եւ Օֆելիա Համբարձումյանի ընտանիքի հետ իրենց ընտանիքով շատ ջերմ հարաբերություններ են եղել։ Ռազմիկ Մանսուրյան, Էդգար Խաչատրյան ժողովրդականներ, Արմեն Դավթյան, Պետրոս Պետրոսյան, Գոհար Հովանիսյան, Եվա Եգանյան, Հայկուի Բաբախանյան, այսինքն այն զվարթնոց պարային համույթը մեր Վարդան Արգոյ Աղաջանյանների այնպիսի գեղեցիկ կոմպոզիցիա են պատրաստել Օֆելիայի երգի հնչյունների ներքո, որ պետքա բացումնարվի։ Այսինքն ամբողջը ժողովրդական իրոք տոնախմբություն եւ ժողովրդական շունչ լինելու ամբողջ սրահում։ Այսինքն այն եւ գիտես ինչն է ուրախալի Ստեփան ջան, որ երիտասարդությունն է գալի մեծարելու այս կնոջը։ Մեծերի հետ միասին։ Այո։ Իմ երգչախումբն է երգելու կանթեղ մեծահասակների, տատիկ պապիկների խումբը։ Պատկերացրա առաջի անգամ հնչելու է մի երգ, որ երբեք երգչախմբային չի եղել, որտեղ չի եղել այդ երգը։ Երգել է Արաքսի Գյուլզադյան, Ռուբեն Մաթեոսյան, հենց Օֆելիա Որ երգն է։ Գուսան Շերամ, Մի բալայ ես իմ յարը։ Այո։ Մի բալայ ես իմ յարը։ Դա երգչախմբային։ Վաու։ Ապրես։ Պատրաստել ենք արդեն, որտեղ ձայնագրող օպերատորը ասեց, այ Գևորգ ջան, ախր էս մի բալայ են խորով, ասի այո, մի կլսես։ Չկնաղայր, ամսի 10-ին իրոք էդի սուրպրայզ կատարում ալինելու երգչախմբի կողմից։ Օֆելիայի համար պետք է ասեմ, որ ես որպես սպյուրքահայ, ոչ հայաստանցի, այսպես ասենք, որ բադիվը չեմ ունեցել, որ ծնվեմ Հայաստանում, բայց Հայաստանն է ծնվել իմ հոգու մեջ, իմ սրտի 100%, այդ միանշանակ։ Ու ինչ էր լինում, շատ լավ հիշում եմ, որ Լևոն Քաթրջյանը այո գնում էր Հայաստան։ Հենց անսամբլի հետ իրենց, այո, մեր անգուլյա։ Եվ հանդիպումներ էր ունենում Օֆելիայի հետ։ Ու բերում էր այդ երգերը, ու ինքը երգում էր։ Ու այդպեսով մեզ սպյուրքում կապող օղակ, այդ բորդալարը, այդ ոսկյա օղակներ եւ այդպեսով կարողացանք մենք հայ մնալ։ Լուրջ, հիմա որ կմտածեմ, մենք ինչ ենք հիմա ստանում Հայաստանից։ Անգերտ, ես քաղաքականացնել չեմ ուզում, ոչ էլ թերակնահատում եմ ովևէ մեկ երաժիշտուհի կամ բան, բայց ժամանակին Գոհար Կասպարյանն էր, օպերայի երգչուհի Օֆելիան Համբարձումյանն էր, Ռաիսիա Մկրտիչյանն էր, այսօր աղջիկների մասին եմ խոսում, որոնք նաև կարողացան մեզ փոխանցել այն, ինչ որ իրենք ստացել էին։ Ու դա մի շատ կարևոր կարծեմ ասպեկտ է, որ մենք ամեն մեկ հարկանք եւ ապրենք, որ դու այս մտահղացումն ես ունեցել եւ ապրին նաեւ Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամները, որոնք գրծան ճիշտ ձևով դալ։ Ուրեմն սիրելի հայրենագիցներ, հարցը միայն տիկետ ծախելը չի այստեղ։ Հարցը այստեղ է, որ ես կոչ եմ անում, ոչ թե խնդրում եմ ցեզանից, այլ գոչ եմ անում, որբեսի այսպիսի հրաշք երեկոմը չփախցնեք սիրելիներ, որտեվ այսի հաջախակի չեք չի լինելու եւ այնպիսի մի երեկո, որ դուք պիտի ցևով նաեւ մկրտվեք ձեր անցյալի հետ, պիտի հաղորդվեք ձեր անցյալի հետ եւ մեր անցյալի հետ, մեր հայ մշակույթի անցյալի հետ,
որովհետև Օֆելիա Համբարձումյանի մեծության հետ միասին մենք ցևով վերամկրտվում ենք մեր հայությանը։ Ուրեմն 5 շաբթի ապրիլ 10 երեկոյան ժամը 7-ին 7-ին սկսի, բայց ժամը 6-ին red carpet-ն է, դե այնտեղ այո, սիրում են արվեստագետներ անցնեն, ժողովուրդ հետի շատ սիրում է, մոտիկից տեսնեն արվեստագետներին եւ ահա լույսը վառվավ։ Այո, կամաց։ Այո, դե լավ։ Ախր նոր, ախր գիտես ինչ է, բանջը սկսեմ։ Գիտես չէ 2 ժամ էլ լի, ես ու դու նստենք։ Ինքան համով կանցնի։ Անես այնքան բաներ կան, ուզում եմ ես հանդիսատեսին մեր ասեի, որ այդ օրը Ստեփան ջան ճիշտ ես ասում, առանց թուղթ համաս ոչ մի բան լինելու է հանդիպում զրույց։ Այո։ Այսպիսի իրա այդ ամբողջ հումորային իմ հետ կապված, այսինքն մի լավ երեկո, որ ուրախ, որտեվ այս կինը կյանքում այնքան ուրախ հումորներ էր անում, որ ասենց բան չկար է։ Դրա համար այդ օրը ապրիլի 10-ին ժողովուրդ ջան երեկոյան ժամը 7-ին սիրով Ստեփան ջան այդ գործերը կթողնես, որ 7-ին ընդեղ լես հրավիրատոմսը։ Չէ 6-ին գլամ։ 6-ին, ապրես, հակայլես, հաբա, այո։ Թիքետները բոլորդ էլ գտեք, թիքետ միքետ, այո, 818-265-0506 կարող եք զանգարել եւ պատվիրեք, որտեվ արդեն գնում է ուրախ են, որ այդ շարժը կա, որ ժողովուրդը ուզում է մասնակցի նման մեծ երեկոյի Ստեփան ջան։ Մերսի քեզ ամեն ինչի համար։ Քավրիցի այս գեղեցիկ արիթով շնորհակալություն նաև մեր շատ սիրեք Գևորգին, որ Չակմանյան։ Ես Գևորգ եմ ասում, ավելի հոգի հարազատ եմ զգում, որ այս ծանր պարտականությունը իր ուսերին վրա վերցնելով 100-ամյակ եւ մի անձնավորության, ինչպես բացման ժամանակ բացման խոսքից մեջ ասեցի, մեր հայ մշակույթի երկնակամարը լուսավորող, ոչ թե միայն բարձ աստղ, բայց իսկապես կիսավոր աստղ, որ եկավ ու լրիվ նոր շունչ, նոր երանք եւ նոր ավյուն երանք բերեց մեր հայ մշակույթի մեջ։ Եկեք միասնաբար հարգենք մեր մշակույթը, մեր երաժշտությունը եւ հարգենք նաեւ Օֆելիա Համբարձումյանի 100-ամյակը Ալեքս Թատրոնի շքեղ հանդիսասրահի մեջ այս ծանր պարտականությունը ապրես քեզ մաղթում ենք ինչով կարող ենք մենք օգնել քեզի մենք պատրաստ ենք շնորհակալ մերսի Ստեփան եւ այսպեսով սիրելի հերոստայտող բարեկամներ անգամ եւս շնորհակալություն կհայտնեմ ցես բոլորիդ եւ ինչպես միշտ քարյակով կվերջացնեմ կուզեմ այսօր վերջացնել հետեւյալը երկ սիրեցեք կյանքից գինուց ամեն բանից հարավեն Եկն է միայն բալասան անտնտախոր ցավերի առանց երկի վիշտն աշխարը կավերի ցտեսություն մինչև մյուս շաբաթ